Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Ողբերգություն Սան Դիեգոյում նախնական զեկույցը հրապարակվել է 6 զոհ, վնասված տներ եւ բազմաթիվ հարցեր օդաչուի որոշման շուրջ։ Թրամփը հաստատել է աղետի օգնությունը 8 նահանգի համար ցկցկված սպասումից հետո։ Նախազգուշացում սեզոնը սովորականից վտանգավոր է, մինչև 5 խոշոր փոթորիկ ԱՄՆ-ի ուղղությամբ, ինչ են ասում մասնագետները եւ ինչ սպառնալիքներ կան։ Գազայում մարդասիրական ճգնաժամը խորանում է, ԱՄՆ-ի աջակցությամբ նոր հիմնադրամը պատրաստ է օգնություն մատակարարել, սակայն ՄԱԿ-ը հրաժարվում է համագործակցել։ Նեթանյահուի նոր հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել, մեղադրանքներ Եվրոպային, դուք սխալ կողմում եք։ Ռուսաստան-Ուկրաինա գերիների փոխանակում, առաջին փուլում 390 անց Թրամփը ողջունում է զարգացումը, բայց պատերազմը դեռևս շարունակվում է։ Թրամփի միջուկային ծրագիրը քննադատության կենտրոնում, քառապատկելու նպատակ, բայց առանց կարգավորող կառույցների ներգրավման, հնարավոր է արդյոք։ Վերջում կպատմենք Բադր Սուրիի մասին, Ջորջթաունի գիտնականը դեմ առ դեմ Թրամփի միգրացիոն քաղաքականությանը, որպես Համասի քարոզիչ որակված Սուրին մանրամասներ է ներկայացնում կալանավայրից եւ ոտնահարված իրավունքներից։ Այս եւ մի շարք այլ նորությունների մանրամասները հաջորդ թիվ։ Եվ դարձյալ մեր շնորհակալական խոսքն ենք ուղղում բոլոր այն հետևորդներին, ովքեր մշտապես եւ հետևում են եւ աջակցում, եւ ալիքին նոր ծանոթացողներին առաջարկում ենք բաժանորդագրվել եւ հավանել նյութերը։ Երեք տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վերաբերյալ նախնական զեկույցն է հրապարակվել։ Սան Դիեգոյի օդանավակայանի մերձակայքում վթարված մասնավոր ինքնաթիռում գտնվող բոլոր 6 անձինք ամենայն հավանականությամբ զոհվել են։ ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտնել է, որ վթարի պատճառների պարզման համար քննությունը կտևի առնվազն 1 տարի։ Վթարը տեղի է ունեցել 5-շաբթի առավոտյան։ Ինքնաթիռը, որը շարժվում էր Նյու Ջերսիից Սան Դիեգո, ընկել է ռազմածովային ուժերի բնակելի թաղամասում Մոնտգոմերի գիբս օդանավականից մոտ 2 մղոն հեռավորության վրա։ Ավիաուղին պատկանել է երաժշտական գործակալ Դեյվ Շապիրոին, որը եղել է թռիչքի գրանցված սեփականատերը եւ օդաչուն։ Դաշնային ավիացիոն վարչությունը FAA-ը նախապես զգուշացրել էր օդաչուներին, որ Մոնտգոմերի օդանավակայանի վայրեջքի լույսերը չեն աշխատում։ Օդաչուն տեղյակ է եղել օդանավակայանի եւ եղանակային պայմաններին եւ համակարգի խափանված լինելու մասին։ Հուսադրող չի հնչում, բայց կփորձենք, ասել է օդաչուն վերահսկող աշտարակին, որոշում կայացնելով կատարել վայրեջք, չնայած տեսանելիության վատ պայմաններին։ Սան Դիեգոյի հրշեջ ծառայությունը հաստատել է, որ մառախուղը այնքան խիտ է եղել, որ դժվար էր նույնիսկ դիմացը տեսնել։ Օդանավի բեկորները հայտնաբերել են էլեկտրագծերի տակ մոտ կես թաղամաս հեռավորության վրա տներից։ Հրդեհից վնասվել է 10 տուն, սակայն ամբողջովին ոչնչացվել է միայն մեկը։ Թաղամասից տարհանվել է ավելի քան 100 բնակիչ։ Իրավապահները եւ ավիացիոն փորձագետները նշում են, որ օդաչուն կարող էր եւ պարտավոր էր փոխել վայրեջքի ծրագիրը։ Դոնալդ Թրամփն այսօր հավանություն է տվել աղետի օգնության հատկացմանը 8 նահանգի համար, որոնց համայնքները երկար ժամանակ է սպասում էին դաշնային աջակցությանը։ Օգնությունը հասանելի կլինի Արկանզասին, Այովային, Կանզասին, Միսուրիին, Միսիսիպիին, Նեբրասկային, Օկլահոմային եւ Տեխասին։ Նահանգի կողմից տրված խոշոր աղետի կարգավիճակը թույլ է տալիս այդ նահանգներին օգտվել դաշնային արտակարգ օգնության գործակալության FEMA-ի ֆինանսական աջակցությունից։ Թեև մի քանի նահանգներ օգնության հայտ էին ներկայացրել դեռևս մարտի կեսերին տեղի ունեցած հսկայական փոթորիկային համակարգից հետո, օգնության տրամադրումը ձգձգվել էր։ Մարտի 14-ից 15-ը օրինակ Միսիսիպիում արձանագրվել էր 18 տորնադո, իսկ ամենաշատ տուժածվալ թոլ շրջանի բնակիչները այս ամիս հանդես էին եկել դժգոհությամբ, մատնանշելով, որ դաշնային օգնությունը շատ է ուշանում։ Այս տարվա փոթորիկների սեզոնը Միացյալ Նահանգներում ըստ կանխատեսումների կլինի սովորականից բարձր, ներառյալ 3-ից 5 խոշոր փոթորիկ։ Այս մասին հայտարարել է ազգային եղանակի ծառայությունը։ Մենք կանխատեսում ենք 13-ից 19 անվանված փոթորիկ 39 մղոն ժամից բարձր քամու դեպքում, դրանցից 6-ից 10-ը կարող են վերաճել փոթորիկների 74 մղոն ժամից սկսած եւ 3-ից 5-ը խոշոր փոթորիկների 3-րդ կարգից բարձր 111 մղոն ժամից բարձր կայուն քամիներով։ Կան մտահոգություններ, որ եղանակի ծառայությունների վրա կատարվող բյուջետային կրճատումները կարող են ազդել կանխատեսումների որակի եւ հանրությանը նախազգուշացնելու կարողության վրա։ Ազգային եղանակային ծառայությունը վերահսկվում է օվկիանոսի եւ մթնոլորտի ազգային վարչության կողմից, որը դարձել է կառավարության արդյունավետության վարչության կրճատումների թիրախը։ Այս պահին արդեն կրճատվել է NOAA-ի աշխատակազմի ավելի քան 7%-ը, մոտ 900 աշխատակից, ինչը բողոքի ալիք է բարձրացրել ամբողջ ժամանակում։ Ակնկալվում է նաև կրճատումների երկրորդ փուլ հունիսին, ինչը կարող է վտանգել հազարավոր աշխատատեղեր։ Գրեհեմը փորձել է մեղմել անհանգստությունները, վստահեցնելով, որ կանխատեսումներն ու նախազգուշացումները չեն տուժի։ Նա նշել է, որ Մայամիի փոթորիկների կենտրոնը լիովին համալրված է եւ կանխատեսումներն արվում են ոչ միայն եղանակային փուչիկների, այլև արբանյակային տվյալների, գետնային զեկույցների եւ հատուկ փոթորիկ
փոթորիկ որսացող ինքնաթիռների միջոցով։ Մամուլի ասուլիսին ներկա չեն եղել դաշնային արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության FEMA-ի ներկայացուցիչները, որոնք նախկինում հաճախ մասնակցում էին նման ճեպազրույցների։ Նշեմ, որ նախորդ տարվա 2024 թվականի փոթորիկների սեզոնը եղել է ամենաթանկերից մեկը պատմության մեջ։ Եղել է 18 անվանված փոթորիկ, որոնցից 11-ը դարձել են ուժեղ փոթորիկներ եւ դրանցից 5-ը խոշոր փոթորիկներ։ Փոթորիկների հետևանքով զոհվել է 427 մարդ, իսկ նյութական վնասը կազմել է մոտ 130 միլիարդ դոլար։ Միջազգային թեմաներով ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամը մտադիր է մինչև մայիսի վերջ սկսել օգնության բաշխումը Պաղեստինյան գոտում, որտեղ սովի վտանգը գնալով խորանում է, բայց ՄԱԿ-ը հրաժարվում է համագործակցել այդ կառույցի հետ, պատճառաբանելով, որ հիմնադրամը մարդասիրական օգնությունը կապում է քաղաքական եւ ռազմական նպատակների հետ, սովն օգտագործելով որպես ճնշման գործիք։ Իսրայելը մարտի 2-ին դադարեցրել էր ամբողջ օգնության մուտքը Գազա, բայց այժմ որոշ սահմանափակումներով թույլ է տալիս մուտքը նախնական ստուգումից հետո։ ՄԱԿ-ի տվյալներով, երբ համակարգը գործում է, օգնությունը հասնում է քաղաքացիական բնակչությանը, սակայն Իսրայելը հաճախ արգելում է մուտքը, նախընտրելով Գազայի տեղահանման քաղաքականությունը, որը ըստ պաշտոնյաների տեղի է ունենում մարդկանց կյանքի հաշվին։ Նոր հիմնադրամը GHF-ը հիմնադրվել է 2025 թվականի փետրվարին Շվեյցարիայում։ Այն կապ է պահում մասնավոր ամերիկյան անվտանգության եւ լոգիստիկ կազմակերպությունների հետ։ Նախնական ծրագրով Գազայում կբացվեն 4 անվտանգ բաշխման կետեր, 3-ը հարավում, 1-ը կենտրոնում։ Հետագայում ծրագրում են ընդլայնվել նաեւ դեպի հյուսիս։ Դուք արդարության կողմում չեք, դուք մարդկության կողմում չեք, դուք պատմության ճիշտ կողմում չեք։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրել է Ֆրանսիայի, Բրիտանիայի եւ Կանադայի ղեկավարներին, ասելով, թե նրանք ցանկանում են, որ պաղեստինյան զինված Համաս խմբավորումը մնա իշխանության, երբ նրանք սպառնացել են իրական քայլեր ձեռնարկել, եթե Իսրայելը չդադարեցնի իր վերջին հարձակումը Գազայում։ Այս ղեկավարները կարող են մտածել, թե խաղաղություն են առաջ մղում։ Նրանք դա չեն անում։ Նրանք քաջալերում են Համասին շարունակել կռվել հավերժ։ Ըստ Նեթանյահուի, Իսրայելի կառավարությունը հակահարված է տալիս Գազայի պատերազմում իր դեմ աճող միջազգային ճնշմանը, քանի որ ավերածությունների եւ սովի պատկերները, որ տարածվում են աշխարհով մեկ, ավելի ու ավելի են ձևավորում բացասական վերաբերմունք Իսրայելի հանդեպ, չնայած Համասի արյունալի հարձակմանը հոկտեմբերի 7-ին։ Պաշտոնյաները հատկապես մտահոգված են այն փաստով, որ ավելի ու ավելի շատ երկրներ են կոչ անում ճանաչել Պաղեստին պետությունը որպես երկու պետության լուծման մաս, որը կարող է վերջ դնել տարածաշրջանում տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։ Նրանք առաջարկում են հիմնել Պաղեստինյան պետություն եւ պարգեւատրել այս մարդասպաններին, պնդում է Նեթանյահուն։ Նա նաեւ նշել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությունը այն անձի կողմից, ով սև գործնանելուց հետո բղավել է ազատություն Պաղեստինին։ Հրապարակված տեսաուղերձում Նեթանյահուն ասել է, որ Համասը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Բրիտանիայի վարչապետին, Կանադայի վարչապետին, այն բանի համար, ինչը բնութագրել են որպես պատերազմը անհապաղ դադարեցնելու պահանջ։ Սակայն այդ երկրների ղեկավարների հրապարակած հայտարարությունը նման ուղիղ պահանջ չի պարունակում։ Փոխարենը նրանք կոչ են արել Իսրայելին դադարեցնել Գազայի նկատմամբ իր նոր ռազմական հարձակումը եւ թույլատրել հումանիտար օգնության մուտքի սահմանափակումները, մեծացնելով օգնության ծավալները։ Համասը հրապարակել է հայտարարություն ողջունելով այդ դիրքորոշումը, այնուամենայնիվ 3 երկրներն էլ շարունակում են Համասը դասել որպես ահաբեկչական կազմակերպություն եւ նշել են, որ պատերազմից հետո այն չպետք է դեր ունենա Գազայի կառավարման մեջ։ Ի պատասխան Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է Իսրայելի անվտանգությանը եւ հակասեմիտիզմի դեմ պայքարին։ Բրիտանիայի զինված ուժերի նախարարը ռադիոհարցազրույցում եւս վերահաստատել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, սակայն ավելացրել է. ինքնապաշտպանությունը չպետք է իրականացվի միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում։ Ռուսաստանը եւ Ուկրաինան փոխանակել են յուրաքանչյուրը 390-ական ռազմագերի, այսպիսով իրականացնելով մինչև այժմ 3 տարի շարունակվող պատերազմի ամենախոշոր գերիների փոխանակումը։ 1000-ի դիմաց գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը նախորդ շաբաթ Ստամբուլում կայացած բանակցություններից միակ կոնկրետ արդյունքն էր խաղաղության ճանապարհին։ Երկու կողմերն էլ հայտարարել են, որ արդեն իսկ ազատ են արձակել 270 զինծառայող եւ 120 քաղաքացիական անձ, եւ որ փոխանակումները կշարունակվեն շաբաթ եւ կիրակի օրերին։ Ստամբուլյան բանակցություններում կողմերին չի հաջողվել պայմանավորվել հրադադարի շուրջ, որը առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփն այս մասին գրել է True Social հարթակում. «Շնորհավորում եմ երկու կողմերին այս բանակցության համար, սա կարող է մեծ բանի հանգեցնել»։ Այսօր լրատվամիջոցները գրում են, որ Վաշինգտոնից երկու բարձրաստիճան պաշտոնյաների փոխանցմամբ Դոնալդ Թրամփի խորհրդականները առաջարկում են 6 ամսյա արտոնություն տրամադրել Սիրիային խիստ պատժամիջոցների որոշ փաթեթներից եւ թույլատրել սահմանափակումները բիզնեսի համար, որպես առաջին քայլ դադարեցնելու շուրջ կես դար տևող տնտեսական ճնշումները։ Այս նախաձեռնությունը համարվում է Թրամփի կողմից մայիսի 13-ին հայտարարված պատժամիջոցների դադարեցման գործընթացի սկիզբը։
Խոսքը վերաբերում է 1979 թվականից ի վեր Սիրիայի նախկին իշխանությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, որոնք առավել խստացվել էին վերջին տարիներին։ Թեև որոշ վարչակազմի պաշտոնյաներ կոչ են անում արագ եւ առանց նախապայմանների թույլատրել պատժամիջոցները Սիրիայի նոր անցումային կառավարությանն օգնելու համար, մյուսները պաշտպանում են աստիճանաբար մեղմելու մոտեցումը, յուրաքանչյուր փուլը կապելով անվտանգության խիստ պահանջների կատարման հետ։ Սիրիայի ղեկավար Ահմադ Ալ-Շարան, որը գլխավորել է Բաշար Ասադի իշխանության տապալումը նախորդ տարի, հայտարարել է, որ նպատակ ունի կառուցել ընդգրկուն եւ արևմուտքի հետ համագործակցող կառավարություն, բայց Միացյալ Նահանգներում որոշ շրջանակներ դեռևս մտահոգություն ունեն, նկատի ունենալով նրա անցյալ կապերը Հայաթ Թահրիր Ալ-Շամի հետ, որը նախկինում կապված էր Ալ-Քայդայի հետ եւ դեռևս դասվում է որպես ահաբեկչական կազմակերպություն։ ԱՄՆ պետդեպարտամենտի շրջանառվող փաստաթղթում առաջարկվում է պատժամիջոցների մեղմացման եռափուլ ճանապարհային քարտեզ։ Առաջին փուլը նախատեսում է կարճաժամկետ բացառություններ, երկրորդ փուլը պայմանավորված է Սիրիայից պաղեստինյան զինյալ խմբերի հեռացմամբ, ինչպես նաև իսլամական պետության գրոհայինների պահման վայրերի վերահսկողության փոխանցմամբ։ Երրորդ փուլին հասնելու համար Սիրիան պետք է միանա Աբրահամյան համաձայնագրին Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմամբ եւ քիմիական զենքի լիակատար ոչնչացմամբ։ Իրանն ու ԱՄՆ-ն այսօր վերսկսել են բանակցությունները Հռոմում մի խնդրի շուրջ, որն արդեն տասնամյակներ շարունակ լարվածություն է առաջացնում՝ Թեհրանի միջուկային հավակնությունները։ Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ նոր համաձայնության ձեռքբերումը կարող է անհաղթահարելի լինել հաշվի առնելով կողմերի հակասական կարմիր գծերը։ Երկու կողմերի համար վտանգներն ու շահերը մեծ են։ Նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է սահմանափակել Իրանի միջուկային զենք արտադրելու հնարավորությունները, ինչը կարող է տարածաշրջանային սպառազինության մրցավազք սանձազերծել։ Իրանը իր հերթին ձգտում է ազատվել տնտեսական ճնշող պատժամիջոցներից, որոնք խիստ վնասել են նրա նավթային տնտեսությանը։ Թրամփի մերձավոր արևելքի հատուկ դեսպան Ստիվ Ուիթքոֆը բանակցություններ է վարում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ շվեյցարական կողմի միջնորդությամբ արդեն 5-րդ փուլով։ Միջուկային վառելիքի ուրանի հարստացման հարցը մնում է ամենավիճահարույց թեման։ Վաշինգտոնը պնդում է, որ Թեհրանը կարող է ունենալ քաղաքացիական ատոմային էներգետիկա, սակայն առանց ուրանի հարստացման։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը կոնգրեսում նշել էր, որ Միացյալ Նահանգները ձգտում է այնպիսի համաձայնության, որը թույլ կտա Իրանին ունենալ խաղաղ ատոմային ծրագիր առանց հարստացման իրավունքի։ Սակայն Արաղչին սոցիալական ցանցում գրել է, որ Իրանը պատրաստ է համաձայնության առանց միջուկային զենքի, բայց զրոյական հարստացում նշանակում է երբեք համաձայնություն չի լինի։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, որը վերջին խոսքն ունի երկրի քաղաքական հարցերում, կտրականապես մերժել է Վաշինգտոնի պահանջները, որակելով դրանք որպես չափազանցված եւ վիրավորական։ Հարցը բարդացնում է նաեւ Իրանի հարստացված ուրանի պաշարները արտերկիր արտահանելու մերժումը, ինչպես նաեւ Թեհրանի հրաժարումը իր բալիստիկ հրթիռային ծրագրի շուրջ բանակցություններից։ Իրանը հայտարարում է, որ պատրաստ է ընդունել որոշ սահմանափակումներ ուրանի հարստացման հարցում, քանի որ պնդում է, որ այն ծառայում է միայն խաղաղ ատոմային նպատակների, սակայն փոխարենը պահանջում է անխախտ եւ գրավոր երաշխիքներ, որ Միացյալ Նահանգները չի հրաժարվի ապագայում կնքված միջուկային համաձայնագրից։ Այս ամենի կողքին նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրում է մի շարք գործադիր հրամաններ, նպատակ ունենալով առաջիկա 25 տարիներին քառապատկել երկրի միջուկային էներգիայի արտադրությունը։ Այս քայլը, ինչպես ասում են փորձագետները, իրագործելը քիչ հավանական է ներկայիս տեխնիկական եւ իրավական պայմաններում։ Թրամփի հրամանները իրավունք են տալիս էներգետիկայի նախարարին առանց անկախ կարգավորող մարմնի միջուկային կարգավորման հանձնաժողովի հավանության հաստատել առաջադեմ ռեակտորների նախագծեր։ Այդ հանձնաժողովը շուրջ 50 տարի վերահսկել է Միացյալ Նահանգների միջուկային արդյունաբերությունը։ Ներկայումս Միացյալ Նահանգներում ոչ մի հաջորդ սերնդի ռեակտոր առևտրային շահագործման մեջ չէ։ Վերջին 50 տարում միայն 2 մեծ ռեակտոր է կառուցվել Ջորջիա նահանգում, եւ դրանք նույնպես ավարտվել են տարիների ուշացմամբ ու առնվազն 17 միլիարդ դոլարով ավելի բյուջեով։ Սպիտակ տանը հրամանագրերի ստորագրման արարողության ժամանակ Թրամփը հայտարարել է. «Միջուկայինը այժմ թեժ ոլորտ է, ժամանակն է միջուկայինի, եւ մենք այն իրականացնելու ենք շատ մեծածավալ»։ Քանի որ աշխատանքային շաբաթն ավարտվում է, շաբաթն ավարտենք նաև թվերով։ Խոշոր օրինագծից մինչև բիթքոյնի ռեկորդային թռիչք։ 3.8 տրիլիոն դոլար։ Այդքան կավելանա Միացյալ Նահանգների դաշնային պարտքը նախագահ Դոնալդ Թրամփի հարկային եւ բյուջետային նոր օրինագծի արդյունքում առաջիկա տասնամյակում։ Այս գնահատականը ներկայացրել է Կոնգրեսի ոչ կուսակցական բյուջետային գրասենյակը, սակայն դա չի խանգարել օրինագծին այս շաբաթ ընդունվել ներկայացուցիչների պալատում։ Խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ օրինագիծը շուտով պատրաստ կլինի Թրամփի ստորագրությանը։ Մենք պատրաստ ենք այս գեղեցիկ օրինագիծ ուղարկել նախագահ Թրամփին։ $112,000։ Այսքան էր հասել բիթքոյնի նոր ռեկորդը, այժմ 107,000 է։
ԱՄՆ Չինաստան առևտրային խաղաղության պայմանավորվածությունը խթանել է ռիսկային ակտիվների պահանջարկը։ Բացի այդ, Moody's-ի ԱՄՆ-ի պետական վարկանիշի իջեցումն է խթանել ներդրումները այլընտրանքային ակտիվներում, ներառյալ կրիպտոարժույթներում։ 6.5 միլիարդ դոլար։ Այդքանով է OpenAI-ը գնում I.O. Products ընկերությունը, որը հիմնադրել է Apple-ի նախկին դիզայներ Ջոնի Այվը։ ChatGPT-ի ստեղծողը ցանկանում է նոր սարքեր մշակել արհեստական բանականության հետ փոխազդելու համար։ Գլխավոր տնօրեն Սեմ Ալտմանը հայտարարել է, որ ունեն հզոր տեխնոլոգիական սարքի նախատիպ, սակայն մանրամասներ չի բացահայտել։ 16%։ Այսքանով են աճել չինական մեծագույն մարդկոց արտադրող CEL ընկերության բաժնետոմսերը Հոնկոնգի ֆոնդային բորսայում նոր ցուցակագրման առաջին օրը։ Ընկերությունը նախատեսում է նոր գործարան կառուցել Եվրոպայում մատակարարման համար BMW-ին, Volkswagen-ին եւ այլ արտադրողների։ 7 միլիարդ դոլար։ Այդքան է գնահատվում Comcast-ի ներդրումը Ֆլորիդայում նոր Epic Universe թեմատիկ այգու կառուցման մեջ։ Նպատակն է մրցակցել Disney-ի հետ որպես զբոսաշրջային գլխավոր կենտրոն։ Այգու տարածքում կկառուցվեն Հարի Փոթերի եւ Nintendo-ի ու այլ հայտնի աշխարհների թեմաներով գոտիներ։ Ընկերությունը նաև նախատեսում է նմանատիպ այգի բացել Միացյալ Թագավորությունում։ Ամերիկայում կալանավորվելու 2 ամսվա ընթացքում Բադար Խան Սուրիի ամենածանր պահերից մեկը եղել է շղթայված բազմաթիվ կալանավորների հետ խցկվելը մի ինքնաթիռ, առանց իմանալու թե ուր են տանում նրան։ Թրամփի վարչակազմը փորձում էր արտաքսել Ջորջթաունի համալսարանի այս գիտնականին Գազայի պատերազմի վերաբերյալ Իսրայելի դեմ արտահայտվելու համար։ Հնդկաստանի քաղաքացի Սուրին վստահ էր, նրան կարտաքսեն ԱՄՆ-ից։ Ինքնաթիռում նա փորձել է օգտվել զուգարանից, սակայն հսկիչները հրաժարվել են արձակել նրա ձեռքերը, ասել են կամ այդպես, կամ տաբատիտ մեջ։ Հիշում է Սուրին, նշելով, որ պահվածքն անասնական է եղել։ Սուրին վերջերս է ազատ արձակվել գրավի դիմաց եւ դեռևս շարունակվում է նրա կողմից ԱՄՆ արտաքսման դեմ ներկայացված դատական գործընթացը։ Նա պատմել է կալանավայրի խցի մասին, որտեղ բազմաթիվ կալանավորների հետ գիշերում էր գետնին, չիմանալով ինչ է սպասում իրեն։ Սուրին հերքել է ԱՄՆ իշխանությունների պնդումները, թե նա տարածում էր Համասի քարոզչություն։ Նա նշել է, որ պաշտպանում է պաղեստինցիներին, ընդգծելով. «Ես չեմ պաշտպանում Համասը, ես չեմ պաշտպանում Պաղեստինը, ես պաշտպանում եմ պաղեստինցիներին, որոնց կոտորում են ուղիղ եթերում»։ Նրա ձերբակալությունը եղել է անակնկալ։ Քաղաքացիական հագուստով դիմակավորված ոստիկանները նրան բռնել են Վաշինգտոնում գտնվող իր տանից, առանց ձերբակալման փաստաթղթի։ Բացատրություն չեն տվել բացի վիզայի չեղարկման մասին կարճ հաղորդումից։ Սուրին այդ պահը համեմատում է առևանգման հետ, նշելով. «Ես Ռուսաստանի Դաշնությունում կամ Հյուսիսային Կորեայում չէի, ես Ամերիկայում էի, աշխարհի լավագույն երկրում»։ Միայն իրավաբանների հետ, այն էլ շատ ուշացումով կապից հետո է նրա նկատմամբ վերաբերմունքը սկսել փոխվել։ Նա ստացել է Ղուրան եւ աղոթքի գոր։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը եւ հիշեցնեմ, որ այսուհետեւ ունենալու ենք օրական 2 հաղորդում բացի շաբաթ եւ կիրակի օրերից։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։